Առաջին խնդիրը որ կա նաև որ պետք է ձեռբազատվել այսօրվա իշխանություններից ցանկացած ձևով։ Երկրորդ հերթին պետք է արտաքին քաղաքականության մեջ հստակեցնել մի շարք կանոններ։ Նախ եւ առաջ պետք է արևմուտքին ասել, որ աշխարհը փոխվում է, դեռ ձեր տեղն ու դերն էլ հայտնի չի այդ աշխարհում, եւ մենք պատրաստ չենք ցանկացած գլորվող քարի հետ գլորվել ներքև։ Այսօր Ռուսաստանն էլ է գլորվում ներքև։ Այսօր ամբողջ աշխարհը գահավիժում է, բայց արդյոք դա նշանակում է, որ մենք էլ պետք է գահավիժենք մինչև վերջ, թե մենք ունենք ինչ-որ հնարավորություններ եւ չգահավիժենք նույն արագությամբ այն ինչը որ Այո, վերենք այդ ենք։ հնարավորությունը այսօրվա մասին։ Սփյուռքը։ Մեր ազգային ինքնագիտակցությունը 21-րդ դարը քաղաքակրթությունների բախման դար է։ Այն մարդիկ, այն ժողովուրդներն են կարող գոյատևել այդ ամեն ինչին, ովքեր որ կարճած են իրենց հզոր քաղաքակրթությունից։ Սա բնական երևույթ է։ Մենք չի պիտի մեր փրկությունը փնտրենք Հայաստանից դուրս։ Մեր փրկությունը Հայաստանում է։ Իսկ մեր պարանները, որը օգնելու են, որ մենք չխորտակենք, դա Սփյուռքն է։ Դրա համար Նիկոլը Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ամբողջությամբ խորտակեց։ Եվ այդ խորտակումը սկսեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ռոբերտը շարունակեց, Սերժը շարունակեց, Նիկոլը նախարարություն էր ստեղծել։ Ձևական նախարարություններ ստեղծել, որպեսի ընդամենը նշան դնեն եւ ասեն, որ մենք կանք, դա ավելի շատ վնաս է հասցնում, քան թե օգուտ։ Դժբախտաբար Սփյուռքի նախարարությունը երբեք չունեցավ որևիցե ծրագիր սփյուռքահայության համար։ Եվ դրա ամենավառ օրինակը այն էր, երբ Իրաքից եւ Սիրիայից տասնյակ հազարավոր հայեր եկան Հայաստան եւ մեծ մասը գնացին։ Ինչ էր անում այդ նախարարությունը։ Ոչինչ։ Ուստի թող այդ թոզը բոլորը փչեն իրենց աչքերին եւ չփորձեն խաբել ժողովրդին։ Հետ են գալիս լուծումներին։ Լուծումը հետեւյալն է. պետք է սկսել պահել գոնե այս վիճակը, քանի որ մեր ժողովրդի մեջ չի մեռել գիտակցությունը եւ չենք դարձել աֆրիկյան 100-րդ պետություն, պետք է պահել այս վիճակը եւ տակից նոր սերունդ աճացնել եւ բերել վերել, ովքեր որ կարող են հարցերին մոտենալ բազմակողմանի։ Իսկ այդտեղ շատ մեծ դերակատարում ունի Սփյուռքը։ Որի վրա կարծում եք հենվելով եւ Սփյուռքը Հայաստանի վրա ոչ թե հենվելով, այլ սին էներգիայով առաջ շարժվել։ Մեկը մյուսին օգնելով եւ համագործակցելով։ Եթե կառույցներ չկան, որոնք ապահովում են այդ համագործակցությունը։ Գիտեք, հայությունը ինքը նաեւ խորքային ժողովուրդ է։ Եթե խորքային չլիներ, այսքան հազար տարի չէր կարողանա դիմանալ աշխարհի բոլոր փոթորիկներին։ Տեսեք, ասում եք Իրանը խորքային պետություն է, որպես պետականություն, Հայաստանը խորքային ժողովուրդ է։ Ժողովրդի ուժով ենք մենք պահպանել մեր։ Այո, ժողովրդի ուժով, եկեղեցու ուժով մենք պահպանել ենք մեր գոյությունը այս փոթորկոտ աշխարհում։ Եվ քանի որ մենք խորքային ժողովուրդ ենք, մեզ շատ քիչ բան է պետք, որպեսի արագ վերականգնել եւ գալ ավելի բարձր դիրքեր։ Դա բոլորը շատ լավ գիտակցում են, բոլորը։ Եվ դրա համար է, որ փորձում են հային ստորացնեն հայի միջոցով։ Նիկոլին դրել են այն վերևը, ԿՊ-ին դրել են այդտեղ եւ փորձում են իրենց միջոցով ստորացնել հային։ Հայն էլ իր բնավորությամբ, ճիշտ ինքը քրիստոնյա է, բայց կարծես ավելի շատ կոնֆեսիոսի գաղափարախոսության եւ ուսմունքին է տրված եւ այդպես է ինքը շարժվում։ Ինքը համբերում է, ինքը դիմանում է, մինչև որ ինչ-որ միտեղ, բայց այդ ինչ-որ միտեղը դժվար է ասել, թե որտեղ է լինելու։
Երմանկետ, հա, գոյություն։ Երման աստիճան, հա։ Երման աստիճանը ինքը տատանվում է, երբ որ ճնշումը տարբեր է լինում։ Եթե ճնշումը թեթևանում է, երման աստիճանը ավելի իջնում է։ Եթե ճնշումը բարձրանում է, երման աստիճանը ավելի է բարձրանում։ Բայց Աստված ոչ անի որ եռա։ Համաձայն եմ, շնորհակալ եմ, բայց եռալուց հետո է դուք ասում եք կանգնում եւ ամբողջ ուժով։ Այո։ Ուստի գուցե այդ երմանկետին են սպասում, որը վատ է, բայց մյուս կողմից այդ վերջին ձեր հույսը դրա հետ է կապում։ Իմ հույսը չէ, ամբողջ հայ ժողովրդի հույսը դա է։ Ցանկացած գիտակից հայ, ինքը կարողանում է ճիշտ վերլուծել իրավիճակը։ Կներեք։ Դե ընտրությունների օրը կտեսնենք։ Ընտրությունները այդքան դերակատար, տեսեք, ընտրությունները ցուցանիշ չեն, բացարձակ ցուցանիշ չեն։ Ընտրությունները միշտ կարող են կեղծվել եւ ոչ մեկը չկա դրա դեմն առնելու։ Մանավանդ հիմա, որ այսօրվա իշխանությունը 100%-ով արևմտյան է, եւ իրենք եթե 1 միլիոն ձայն էլ իօգուտ Նիկոլի լցնեն արկղերում, արևմուտքը կասի, որ ամեն ինչը շատ արդար էր։ Քանի որ Հայաստանին պետք է դեր տնեն զոհասեղանին, այնպես ինչպես որ 19-րդ դարում Բերլինի կոնգրեսի ժամանակ դրեցին, այնպես ինչպես որ Սևրի պայմանագրի ժամանակ դրեցին, այնպես ինչպես որ բոլոր պայմանագրերի ժամանակ դրել են զոհասեղանին եւ մորթել են։ Եվ երբեք արևմուտքը դրա համար պատասխանատվություն չի կրել։ Արևմուտքի հիբրիդային պատերազմի բուն թիրախը նաև որ Միացյալ Նահանգները պետք է հաղթի այսօրվա աշխարհում փոփոխվող աշխարհում եւ պետք է զբաղեցնի գերակա դիրք։ Եվ եթե մենք դիտարկում ենք խնդիրը այդ տեսանկյունից, այդ ժամանակ մենք կարող ենք շատ պարզ բացատրել այն ինչը որ տեղի ունեցավ։ Արևմուտքը օժանդակեց Ադրբեջանին եւ Նիկոլին, որպեսզի հայաթափի Արցախը։ Դա փաստ է։ Վերջիվերջո 2020 թվականի օգոստոսի 1-ին ՀԱՊԿ-ը առաջարկել էր Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի համատեղ զորավարժություններ անցկացնեն սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը։ Եվ օգոստոսի 1-ին Նիկոլը հրաժարվեց այդ զորավարժություններից, պատճառաբանելով, որ կովիդ է Հայաստանում եւ չի կարող նմանատիպ բան թույլ տալ։ Սա փաստ է։ Հրապարակվել այդ փաստաթղթերն էլ։ 2020 թվականի մասին։ 2020 թվականի օգոստոսի 1-ի մասին է խոսքը։ Ինչ որ կապված է ջերմուկին, դուք կարծում եք 2007 թվականին, երբ ստորագրվում էր Բաքու-Ջեյհան նավթամուղը, եւ այդտեղ ներկա էր Էրդողանը, Ալիևը, BP ընկերության տնօրինությունը եւ Միացյալ Նահանգների նավթային ընկերությունները, այդտեղ մեկ հատ քարտեզ էին իրենք հրապարակել, որտեղ որ Հայաստանից առանձնացված էր Արցախը եւ այն միջանցքը, որի մասին այսօր խոսում են եւ կոչվում է Թրամփի ուղի։ Ամբողջությամբ դա անջատված է Հայաստանից եւ Նախիջևանը այդ ուղով, այդ միջանցքով կպած է Ադրբեջանին։ Ադրբեջանը հարձակվեց ջերմուկի վրա, ջերմուկի ջրային ռեսուրսների համար, Սև լիճի համար։ Եվ այնտեղ ինքը իր խնդիրը լուծեց։ Իրենք չեն կայունացրել ոչ մի բան։ Իրենք պատերազմը հրահրեցին, պատերազմում հաղթեց Ադրբեջանը, իրենք օգնեցին Ադրբեջանին, որպեսի հաղթի պատերազմում, Նիկոլին Հայաստանում իշխանության գլխին բերելով։ Այսինքն դուք ասում եք Ռուսաստանը ուզում էր զորավարժություն անել, ուզում էր օգնել Հայաստանին 2020 թվականին։ Տեսեք, 2020 հրաժարվեց, իսկ արևմուտքը 2020 թվականի փետրվարի 18-ին, փետրվարի 18, 2020 թվական Հայաստանի հետախուզությունը արդեն ասել էր, որ տեղի ունենալու պատերազմ։
Քանի որ այդ օրերին Սիրիայից վարսկանները տեղափոխվել էին Ադրբեջան, շուրջ 3 տասնյակ, եւ այնտեղ իրենք եկել էին սահմանամերձ գոտի, Արցախի եւ Ադրբեջանի սահմանամերձը, եւ դիտարկումներ էին անցկացրել, հետ էին վերադարձել, եւ մի քանի օր հետո սկսել էին իրենք մարդկանց հավաքագրել Սիրիայում, որտեղ որ Միացյալ Նահանգների կողմից քրդական ուժերը ունեին գերակա դիրք։ Եվ այն վայրերում, որտեղ որ Թուրքիայի կառավարությունը արդեն վերցել էր իր վերահսկողության տակ։ Սկսեցին զորքեր հավաքագրել Արցախ տեղափոխելու եւ Արցախյան պատերազմի համար։ Սա փաստ է։ Այդ փաստի մասին նաեւ խոսել է հանրային հեռուստատեսությունը 2020 թվականին։ Այդ փաստի մասին նաև խոսվել է Ազատության ռադիոկայանով 2020 թվականի ապրիլի 25-ի իր եթերում։ Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքագետը, այդ մասին խոսել է։ Այսինքն բոլորը գիտեին, որ տեղի է ունենալու պատերազմ։ Բոլորը գիտեին։ Դավիթ Տոնոյանից սկսած գիտեին։ Եվ ոչ մեկը կներեք, եւ ոչ մեկը ոչ մի բան չարեց։ Իսկ Նիկոլը հոկտեմբերի 3-ին հրամանագիր ստորագրեց, որպեսի Արցախի զորքերը չհամալրվեն հայկական բանակով։ Սա բոլորը գիտեին։ Թարմացման կարիք կա, թարմացնենք։ Եվ դրա հետ մեկտեղ ինչ արեց Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ոչինչ չարեց։ Միացյալ Նահանգները դեկլարատիվ ցուցադրական հայտարարություններով ընդհանրապես հանդես եկավ։ Եվ այն պատերազմը, որը իրենք էին պարտադրել մեզ, իրենք օրինականացրեցին, օգնելով, որպեսի Հայաստանի ընդդիմությունը խաղա այն խաղը, որը Նիկոլին կպահեր իշխանության գլխին։ Ռուսաստանն ինչ արեց այդ ընթացքում։ Ռուսաստանը ոչ մի բան չի անում, ոչ Ռուսաստանը եւ ոչ Իրանը, իրենք ոչինչ չեն անում։ Դա ես ձեր եթերում առիթ ունեցել եմ ասելու։ Ռուսաստանը ինչ ունի Հայաստանում։ Դա ասել եմ ձեզ մոտ 2020 թվականին։ Ռուսաստանը Հայաստանում չունի ոչ մի հասարակական կազմակերպություն։ Ռուսական տունը կամ չգիտեմ Մոսկվայի տունը, որ Երևանում են, հայտնի չի ինչով են զբաղված։ Բայց կազմակերպություններ չեն ռուսական։ Կներեք, դա Ռուսաստանի կառավարության խնդիրն է։ Իմ խնդիրը որպես հայ հետևյալն է, որ ես կարողանամ տարանջատեմ իմ բարեկամը եւ թշնամին։ Ռուսաստանը ոչինչ չարեց։ Պատերազմի մասին է խոսում։ Պատերազմի մասին ենք խոսում։ Ռուսաստանը ոչինչ չարեց։ Իրանը այն ժամանակ թույլ տվեց, որ մի գունդ ադրբեջանական զորք շրջանցի մտնի Արաքսի գետը եւ շրջանցի ու շրջապատի Հադրութը եւ Հադրութ քաղաքը ընկավ։ Արևմուտքը քար լռություն պահպանեց, քանի որ իր սրտով էր այդ ամեն ինչը, եւ իրենք շատ լավ գիտեին ու գիտակցում էին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։ Եվ իրենց պետք էր, որ ստեղծեին երկրորդ, երրորդ ճակատ, կամ եթե այնտեղ Ռուսաստանը առաջ խաղացում է ունենալու, գոնե այստեղ լինի թույլ։ Եվ իրենք մտցրեցին այստեղ ՆԱՏՕ-ին, Թուրքիայի տեսքով։ Ջերմուկում կայունացրեցին առաջխաղացումը հայ զինվորի եւ հայ սպայի միջոցով։ Տեսեք այդ օրվա վիդեոները, որոնք որ կան համացանցում դեռ։ Հայերը շամպես սատկացրել են ադրբեջանցիներին։ Իսկ Հայաստանի իշխանությունները ինչ արեցին, այն սպային, ով որ գերեվարել էր ադրբեջանական զորքեր, իրեն պարտադրեցին, որ տանի եւ ինքը իր ձեռքով հանձնի այդ զորքերը ադրբեջանցիներին։ Եվ անպայման կհիշեք, որ այդ օրերին Ադրբեջանից մի թռիչք տեղի ունեցավ դեպի Երևան։ Եվ այդ սպայի, մի սպայի դիակ իրենք հետ վերադարձրեցին։ Այնպես որ արեք մենք չվերագրենք արևմուտքին այն ինչը, որը որ իրենց սարքածն էր։
Արևմուտքը եթե ունենար հնարավորություն, իսկապես կպոկեր Սյունիքը եւ կտար։ Այդ հնարավորությունը չի բացառվում, որ տեղի ունենա վաղը, երբ Իրանը քայքայվի։ Եթե Իրանը քայքայվի, Սյունիքը շատ հանգիստ արևմուտքը կվերցնի եւ կտա Ադրբեջանին։ Շատ հանգիստ։ Հետո այդ ժամանակ ինչ եք ասելու, Միացյալ Նահանգներում նստած հայեր։